Հոգնած ես, բայց քոնը չի օգնում։ Շատ հաճախ հոգնածությունը հավասար չի էներգիայի պակասի, այսինքն դա էներգիայի պակասից չի, այլ թթվասնային քաղցից։ Յոգան քեզ առաջարկում է մի պարզ, բայց շատ արդյունավետ տարբերակ, որը հանգիստ կարող է փոխարինել սուրճին։ Յոգան քեզ առաջարկում է մի տեխնիկա, որը շատ արդյունավետ է աշխատում էներգետիկ հավասարակշռությունը վերականգնելու, հոգնածությունը անցկացնելու և թթվասնային քաղցը վերացնելու համար։ Ներշունչ և արտաշունչը կատարում ենք քթով ինտենսիվ։ Շեշտը դնում ենք և շնչի, և արտաշնչի վրա։ Միաժամանակ արտաշնչին փորը ձգում ենք ներս։ Կատարում ենք հետևյալ ձևով։ Խորը ներշունչ և շնչապահում։ Դանդաղ արտաշունչ։ Հանգիստ կարող ես բացել աչքերը։ Այս շնչառությունը կատարեք 1 րոպե և այնուհետև 20 վայրկյան, 15 վայրկյան շնչապահում, որը յոգայում անվանվում է կումհակա։ Այս տեխնիկան արգելված է, հակացուցված է հեղիներին, որովայնում, վերջին շրջանում վիրահատություն կատարած մարդկանց, որտեղ վերքերը դեռ չեն ապաքինվել, շնչառական համակարգի հետ լուրջ խնդիր ունեցող մարդկանց, սրտանոթային համակարգի հետ լուրջ խնդիր ունեցող մարդկանց, երբ ճնշումը բարձր է, որովհետև այս պրակտիկան կարող է նպաստել, որպեսզի ճնշումը ավելի բարձրանա։ Եվ էրոզիաների դեպքում, խոցեր, էրոզիաներ, որտեղ որովայն է այդպես ինտենսիվ ներս ձգել, չի կարելի։ Փորձիր այս տեխնիկան։ Եվ այնուհետև գրիր մեկնաբանությունները։ Արդյոք այն օգնեց քեզ։ Շնորհակալություն ընկերներ։ Ձեզ ցանկանում եմ լավ դրական և կառուցողական օր։ Լավ եղեք, կհանդիպենք։